Սաղմոս 83-րդ Աղոթք թշնամիների պարտության համար Ասափի սաղմոս Լուռ մի մնա, ով Աստված, անձայն մի եղիր և դադար մի առ, ով Աստված։ Ահա գոռում են քո թշնամիները և քեզ ատողները բարձրացրին իրենց գլուխները։ Խորամանկ հնարքներ են լարում քո ժողովրդի դեմ և խորհուրդ են անում քո պահպանածների դեմ։ Ասում են. եկեք կորցնենք նրանց, որ ազգ չլինեն և այլևս չհիշվի Իսրայելի անունը։ Միաբան սրտով խորհուրդ արեցին, դաշինք կնքեցին քո դեմ, Եդոմի բնակարանները և Իսմայելացիները, Մովաբը և Հագարացիները, Գեբաղը և Ամոնն ու Ամաղեկը և փղշտացիները Տյուրոսի բնակիչների հետ։ Ասուրն էլ միավորվեց նրանց հետ, օգնում են Ղովտի որդիներին։ Նրանց դեմ այնպես արա, ինչպես Մադիամին, ինչպես Սիսերային, ինչպես Հաբինին, Կիսոնի հեղեղատի մոտ։ Նրանք սատկեցին Եդովրի մոտ, աղբ դարձան երկրի վրա։ Նրանց իշխաններին այնպես արա, ինչպես Օրեբին և Զեբին և նրանց բոլոր մեծավորներին, ինչպես Զեբեին և Սաղմանային, որոնք ասում են Աստծո բնակարանները տիրություններ դարձնենք մեզ համար։ Աստված իմ նրանց փոշու պես դարձրու և ինչպես դարման քամու առաջ, ինչպես կրակն այրում է անտառը և ինչպես բոցը խանձում է լեռները։ Նրանց այնպես հալածիր քո մրրիկով, քո փոթորիկով զարհուրեցրու նրանց։ Նրանց երեսները ծածկի անարգանքով, որպեսզի փնտրեն քո անունը, ով Տեր։ Թող ամաչեն և շփոթվեն հավիտյանս հավիտենից և ամոթահար լինեն ու կորչեն։ Եվ իմանան, որ դու կաս, որ Տեր է քո անունը, դու միակ Բարձրյալն ես ամբողջ երկրի վրա։